առաքելական Սուրբ եկեղեցին պետքա հրապարակայնորեն քննի այդ հարցը եւ հանրության աչքի առաջ պարզաբանի, թե Տեր Արամը ինչ կանոն է խախտել, որովհետեւ եկեղեցին էլ ունի գործունեության իր կանոնները եւ պետք է շատ հստակ պարզաբանվի եւ կարծում եմ, որ պետք է եւ իմաստ ունի եւ նաեւ իմիջայլոց շատ կարեւոր արձանագրում։ Ի վերջո մենք պետքա հասկանանք եւ արձանագրենք, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հետևորդներն են։ Ստեղ էլ է այդ բանը տրամաբանությունը փոխված։ Մեզ թվում է, թե եկեղեցին հոգևորականներն են միայն, իհարկե հոգևորականներն էլ են եկեղեցին, բայց պատկերացրեք եկեղեցի, ով ունի հոգևորականներ եւ չունի հետևորդներ։ Դա նշանակում է մեռյալ եկեղեցի, այդպիսի եկեղեցի չի կարող տեղի ունենալ եւ կարծում եմ այդ թվում Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ հենց Տեր Արամի հրապարակումներում արկա հարցերի վերաբերյալ մայրաթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ եւ եթե քննություն է տեղի ունենալու, այդ քննությունը թող տեղի ունենա հրապարակային, որտեղ հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդները թափանցիկ ձևով իմանան ինչ է կատարվում, ով է ճիշտ, ով է սխալ, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Եվ ես կարող եմ ասել, որ միանշանակ եւ աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում առաջին հերթին որպես Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ այն հոգևորականներին, ովքեր աջակցում են Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին եւ որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերին ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին եւ բոլոր հասուն միջոցներով կաջակցեմ նրանց եւ թիկուն կկանգնեմ նրանց, որևէ կասկած սրանում չկա եւ ընդհակառակը ես կոչ կանեմ հենց առաջին հերթին հոգևոր դասի ներկայացուցիչներին իրենք առաջին հերթին պետք է կանգնեն այդ խնդիրների կողքին, իրենք իրենց խնդիրների մասին եթե չխոսեն, ոչ մեկ չի խոսի։ Լավ, ես կարող եմ խոսեմ բայց ես նույնիսկ այդ խնդիրների շատ քիչ մասը գիտեմ։ Ես օրինակ շատ գրառումը ես ինքս կարդացել եմ, ես շատ բաներ կար, անկեղծ ասեմ, ինձ համար նորություն էին։ Եվ ավելին, հենց համայնքը եկեղեցու համայնքը պետք է հստակ դիրքորոշում անի եւ իր հոգեվոր առաջնորդին պետք է պաշտպանի։ Որովհետեւ նրանք են ամենաշատը եւ ամենալավը ճանաչում իրենց հոգեվոր առաջնորդին եւ պիտի իմանան նրա արժանինքները եւ նաեւ թերությունները եւ պիտի որոշում կայացնեն նրան պաշտպանել եւ համայնքը եւ Տեր Արամը եւ մյուս հոգևորականները, ովքեր այս տրամաբանության եւ հոգևոր նորոգման օրակարգի մեջ են, միանշանակ ունեն իմ աջակցությունը եւ ես բոլոր հնարավոր միջոցներով, թույլատրելի միջոցներով բնականաբար կաջակցեմ նրանց։ Ամեցեք արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ես ուզում եմ նշել, որ տեսեք դուք էլ նշեցիք, երբ որ եկեղեցու մասին է խոսվում, մենք միշտ թվում ենք անում եկեղեցու այդ գործիքակարգին կանոններին, բայց ի վերջո իրոք Տեր Արամը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ունի բազում հետևորդներ, բայց փաստացի զրկվելու են իր հետևորդները իր ծառայություններից իր ազատ խոսքի պատճառով, այսինքն վնասվում է այս մարդու ազատ խոսքի իրավունքը։ Եվ այս առումով գուցե չգիտեմ, կարելի է մտածել նաև պետությունը ունենա այնպիսի գործիքակազմ, որ կարողանա նման զարգացումները ուղղակի կանխել։ Նման զարգացումներին ես ասացի հանրությունը եւ համայնքը կարող է տալ իր արձագանքը։ Այդպիսի դեպքեր են լինում, հանրությունը եւ համայնքը կարող է տալ իր արձագանքը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այդ տրամաբանության գնա, այո, մենք բոլորս պետք է մեր արձագանքը տանք։
Դա չի կարող անարձագանք մնալ, որովհետև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ այնտեղ անձնական ոչ մի հարց բարձրացված չի։ Խոսքը վերաբերվում է մեր հոգևոր կյանքին, խոսքը վերաբերվում է մեր հոգևոր օրակարգին, խոսքը վերաբերվում է մեր արժեքներին։ Ես էլի եմ ասում, գիտեք, ես չեմ պատկերացնում, որ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հարություն ունենալու մասին, արժեքահենք պետություն ունենալու մասին։ Դա գործնականում չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, եթե մեր արժեքների էպիկենտրոնը, մեր արժեքների մայրաքաղաքը, մեր արժեքների սրբության սրբոցը պղծված է, չի կարող դա տեղի ունենալ։ Եթե մենք ուզում ենք լինել արժեքահենք, ուրեմն նախ հոգևոր կենտրոնի արժեքները պիտի ազատագրենք պղծությունից։ Եվ այս ճանապարհին ես ասել եմ, որ ես այդ պատասխանատվությունը եւ առաջնորդությունը ստանձնում եմ եւ ուրիշ տարբերակ չկա, այդ հարցը պետքա լուծել։ Հիմա, այսինքն, հիմա էլ նոր բան ենք գտել, այդ նույն փոცხի վրա կանգնելու այդ սովորությունը ինձ հիացնում է ընդհանրապես։ Հիմա էլ նոր բան ենք գտել, այսինքն թարմացրել են 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը։ Հիմա հետ գնանք։ Մի անգամ այդ փոცხի վրա կանգնեցին բանը, հուշագրերը չեն հրապարակում, հուշագրերը։ Այդ փոცხով մի հատ կանգնեցին, լավ փոცხի վրա։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը, չեն գնում էին, նայում էին, դուրս էին գալիս, ասենց քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս բան, որ այսինքն բան զարթնիր լաո խաղաղության համաձայնագրի մեջ սարսափելի եւ այլն խաղաղության համաձայնագիրը հիմա հրապարակված է։ Հիմա ձեզ թվում է թե այդ 2019 թվականի այդ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու։ Ձգում ենք, հանգիստ տեղավորվեք այդ փոცხի վրա, հանգիստ նորմալ տեղավորվեք այդ փոცხի վրա, որովհետեւ այդ փոცხը նույն տեղը բան անելու վայրեջք կատարելու, ճշգրիտ նույն տեղը։ Եվ ինչ վերաբերվում է կուսակցությունների մասին օրենքին, որ ասում եք մենք ենք ընդունել, եթե այդ կուսակցությունների մասին օրենքը ձեզ հնարավորություն է տալիս գնալ, փակվել որևէ տեղ, փակվել բառից բուն իմաստով եւ կուսակցական ժողով անել, ուրեմն դա վատ, այսինքն վատ սողանցքներ է թողել։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի, կոնսպիրատիվ համաժողով, այդ կուսակցությունն է թե բան, չոր խմբակ։